Есть у нас проблемные вопросы. Երբեմն ոչ կոռեկտ պահվածքով ու ավելի շատ հեգնանքով Հայաստանի իշխանությունների հանդեպ Բելարուսի նախագահ Լուկաշենկոն փորձում է Հայաստանին հետ բերել հապ կառույց, թե հակառակը։ Нам надо быть более корректными и аккуратными в работе с Арменией. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է շատ զգույշ եւ կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում հապկում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպությունում։ Լուկաշենկոն ասում է, թե Հայաստանում բարդ իրավիճակ է նախընտրական շրջան։ Հապկի թեման ըստ վերլուծաբանների Հայաստանում այո կարող է ընտրապայքարի մաս լինել, լարվածություն ստեղծել։ Հայաստանում ընտրություններ են ու այդ հապկի թեման կարա մաս լինի ընտրապայքարի ու այդ կոնտեքստում պետք է դա հաշվի առնել, որ պատասխան հայտարարություններ եւ այլն որ չլինի, հատկապես Բելարուսը, որը ասենք ասենք երկրորդ է Ռուսաստանից հետո ակտիվ անդամ է կազմակերպության, իրանք ինչ որտեղ շահագրգռված են, որ այդ կոնֆլիկտը Հայաստանի հապկի հետ կապված չխորանա։ Լուկաշենկոն սակայն չի հիշատակում, որ ինքը նույն կառույցի անդամ պետության ղեկավար լինելով չարձագանքեց 2022-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիային Հայաստանի դեմ, երբ հայկական կողմը զոհեր ու վիրավորներ ունեցավ խաղաղ բնակչության ու զինվորների շրջանում։ 2022 թվականին ունեինք կոնկրետ իրավիճակ եւ իմ կարծիքով հապկի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին եւ դա իհարկե հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք հապկի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում հապկի աշխատանքներին։ Պարզ պատճառով մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու հապկը չարձագանքեց եւ չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն։ Կազմակերպության մյուս անդամները իրանք ռեսուրսներ չունեն, որ ինչ որ ձև այդ իրավիճակի վրա ազդեն։ Պատմական, ինչպես մենք գիտենք, իրանք գալի մասը առնվազն իրանք շատ ավելի մոտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, քան նույնիսկ Ռուսաստանը։ Մյուս կողմից Հայաստանի իշխանությունները եւս հետևողական չեն եւ ակտիվորեն չեն էլ բարձրաձայնում, որ Ադրբեջանը ինքնիշխան Հայաստանից տարածքներ է օկուպացրել, դիրքավորվել առավել նպաստավոր կետերում եւ Ադրբեջանի յուրաքանչյուր օկուպացրած տարածքից ջերմուկը Վարդենի Սեսյունիքի տարբեր հատվածներ թշնամու նշանառության տակ են հայտնվել։ Հետաքրքրական է, ում է տեսնում Հայաստանը իր համար որպես անվտանգային երաշխավոր, երբ տարածաշրջանը մերձավոր արևելքը եռում է, ու ձեռքը պետք է բռնի ու օգնություն խնդրի, եթե պատերազմի մասշտաբներն ընդլայնվեն։ Հյուսիսից Հայաստանը կարծես թե ձեռքերը լվացել է, արևմուտքում անվտանգային հստակ երաշխիքներ դեռ չեն տվել։ Հայաստանը կողմնորոշում է ոլորտում փոխում է դեպի եվրոպական երկրներ, դեպի Հնդկաստանը, այսինքն եթե ինչ-որ գնումներ կան հապկի գծով շատ սահմանափակ է։ Ադրբեջանի երաշխավորը անվտանգության ամենամեծ Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը Ադրբեջանն է։ Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպումից հետո համենայն դեպս Փաշինյանի ձևակերպումն էր այդ մասին։ Առաջիկա 1-2 տարում Հայաստանի վերադարձ հապկ չի սպասվում։ Վերադարձի առումով փոփոխությունը ակնկալելը իրատեսական չէ։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 40-օրյա պատերազմից հետո միայն կարելի ասել Միացյալ Նահանգները նահանջեց։ Ոչ թե Թեհրանը ընդունեց Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկները, այլև հակառակը Միացյալ Նահանգները համաձայնության եկավ ընդունելով Թեհրանի ներկայացրած 10 կետերը, որպես բանակցությունների հիմք բանակցային գործընթացի միջնորդ պետություն է դարձել Պակիստանը։ Նախ Իրանը պահանջում է Միացյալ Նահանգների ոչ ագրեսիայի պարտավորություն, Միացյալ Նահանգները նրա դաշնակիցները հետագայում պետք է չհարձակվեն Իրանի դեմ, եւ Միացյալ Նահանգները պետք է վստահելի երաշխիքներ տա Իրանին։ Վերլուծաբանների դիտարկմամբ բանակցային գործընթացի համար 2 շաբաթը բավականին կարճ ժամանակահատված է տարբեր հարցերում ընդհանուր հայտարարի գալու համար։ Բացի այդ, հնարավոր բանակցություններում կլինեն ուժեր, որոնք կաջակցեն Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև խաղաղության հաստատմանը։ Կլինեն նաեւ ուժեր, որոնք կխանգարեն, այդ թվում նաեւ Իսրայելը։ Կա բարձր հավանականություն, որ օրինակ 2 շաբաթ հետո կամ նույնիսկ 2 շաբաթը չլրացած կարող են նորից ծավալվել ռազմական գործողություններ։ Իսրայելի համար էգզիստենցիալ վտանգ է, սպառնալիք է։ Դրա համար բարդ է պատկերացնել, որ իրենք այս տարբերակը կնախընտրեն կամ այդ պայմանները կյանքի կկոչեն։
Իրանի պահանջն է նաև շարունակել վերահսկողությունը Հորմուզի նեղուցի վրա, պահպանելով ինքնիշխանության եւ գործառնական վերահսկողություն ռազմավարական շրջուղու վրա։ Միացյալ Նահանգները պետք է ընդունի Իրանի միջուկային հարստացման իրավունքները։ Միացյալ Նահանգները պետք է պաշտոնապես ճանաչի Իրանի ուրան հարստացնելու իրավունքը իր քաղաքացիական միջուկային ծրագրի համար։ Որպես հիշեցում, Իրանը գոնե թե վերջին 10-15 տարիների ընթացքում երբեք չի հայտարարել, որ ցանկանում է ունենալ միջուկային զենք։ Բանակցային գործընթացի կետերի մեջ մտնում են նաև ամերիկյան առաջնային եւ երկրորդային պատժամիջոցների վերացումը, պատերազմի վնասների համար փոխհատուցում, պատերազմի ամբողջական մշտական ավարտ, այդ թվում Լիբանանում Հեզբոլլահի դեմ իսրայելական հարձակումների դադարեցում, Միացյալ Նահանգների մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից ամերիկյան ռազմական ներկայության հեռացում Մերձավոր Արևելքի բազաներից։ Եթե օրինակ իրենք հասնեն նրան, որ ամերիկյան ռազմաբազաները տարածաշրջանից դուրս բերվեն Մերձավոր Արևելքից, դա եւս մեծ վկայություն է լինելու նրան, որ Իրան Իսլամական Հանրապետությունը աշխարհաքաղաքական պատկեր է կարողանում փոխել։ Ինչպես կփոխվի ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում Հարավային Կովկասում, եթե պատկերացնենք, որ Իրանի Միացյալ Նահանգների իսրայելական տանդեմին ներկայացրած պահանջները իրագործվեն։ Թուրքիան կարողացավ, եթե ոչ միանշանակ շահող, ապա գոնե շահավետ դիրքերում գտնվել։ Իրենք ունեին հույս, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կլինի այն կենտրոնը, որի շնորհիվ իրենք կկարողանան ցամաքային օպերացիա իրականացնել ընդդեմ Իրանի։ Դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը քրիտիկական պահին չեկավ աջակցության Իսրայելին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Իր նշանակությունը նվազելու է։ Ռուսաստանի դեպքում ըստ քաղաքագետի հստակ է, բոլոր դեպքերում Ռուսաստանի եւ Իրանի շահերը տարածաշրջանում պետք է հաշվի առնվեն։ Երբ որ փորձում են տարածաշրջանում հաստատված ստատուս կվոն փոփոխության ենթարկել առավել եւս այլ խաղացողների տարածաշրջան բերելով։ Իրանը դարձել է մեր տարածաշրջանում եւ Մերձավոր Արևելքում իրավիճակ փոխող պետություն։ Ըստ վերլուծաբանների դեռ վաղ է խոսելը, թե Իրանը կդառնա հեգեմոն պետություն։ Այդ երկիրը բազմաթիվ վնասներ է կրել եւ պետք է կարողանա համոզել ու պարտադրել Միացյալ Նահանգներին փոխհատուցման հարցում։ Այնուամենայնիվ, երկու շաբաթվա ընթացքում ինչ հանգուցալուծում կլինի Միացյալ Նահանգներ-Իրան բանակցային գործընթացում։ Ակնհայտ է, որ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները թրիփի վերաբերյալ կյանքի չեն կոչվելու։ Այդ թրիփ նախագծի մասին երբ որ խոսում ենք, երևի արդեն կարելի ասել RIP trip։ Ըստ վերլուծաբանների Իրանի հնարավոր շահեկան դիրքում կամ հաղթողի դերում հայտնվելը դժվար թե թույլ տա այդ երկրին ազդեցություն ունենալ օրինակ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վրա։ Բանն այն է, որ Իրանը չունի ազդեցություն գործելու նմանատիպ ինստիտուտներ։ Այս ամենի ֆոնին ըստ քաղաքագիտական եւ փորձագիտական համայնքի լավ կլինի, որ Հայաստանը տարածաշրջանում դիրքավորվի Իրանին որպես հումանիտար աջակցություն տրամադրող երկիր։ Իրանի ժողովուրդը հավատում է իր երկրի հաղթանակին, կանգնած է պետության թիկունքին։ Չընկրկեց թեկուզ եւ զոհվեցին երկրի տարբեր առաջնորդներ, հրամանատարներ։ Մի ամբողջ ժողովուրդ նույնիսկ պատրաստ է զոհաբերվել, ամուր կանգնելով ու պահելով Իրանի տարբեր հատվածները, քաղաքներն ու գյուղերը միմյանց կապող կենսական կամուրջները։ Թբիլիսիում Իլհամ Ալիևն ու Վրաստանի նախագահ Կավելաշվիլին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության համար, ինչպես նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Այսօր Հարավային Կովկասը արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության ու համագործակցության կենտրոնի, նշել է Ադրբեջանի նախագահը։ Այստեղ ցանկանում եմ նշել նաև Վրաստանի դերը։ Վրաստանի վարչապետը նշել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության այս ոլորտում կարևոր է նաև առևտուրը։ Այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի միջև առևտուրն իրականացվում է Վրաստանի տարածքով։ Դրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանին։ Ադրբեջանի նախագահը Բաքու ժամանած ղազախական պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային նախագծեր, այդ թվում Թրամփի ուղու իրագործման, ինչպես նաև երրորդ երկրներում համատեղ ադրբեջանա-ղազախական ներդրումների հնարավորության հեռանկարների մասին, գրել են ադրբեջանական լրատվականները, հղում անելով Ալիևի մամուլի ծառայությանը։ Նշում են, որ Ղազախստանի արտգործնախարարը եւ տրանսպորտի նախարարը Ալիևի հանդիպան ընթացքում ընդգծել են այն դերակատարությունը, որն ունեն Հայաստանը եւ Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման գործում, ինչպես նաև Հայաստանի տարածքով անցնող TRIP նախագիծը տարածաշրջանային համագործակցության եւ տրանսպորտային կապերի տեսանկյունից։
Իրանում պատերազմական գործողությունների պատճառով Հայաստան ներմուծվող 45 տրոլեյբուսների համար ժամկետների ուշացում կլինի։ Տրոլեյբուսների համար նախատեսված գումարը տրամադրել էր Հայաստանի կառավարությունը։ Քաղաքապետ Ավինյանը հայտնել էր, որ տրոլեյբուսները Երևան կհասնեն մայիսի կեսերին։ Փաշինյանը անդրադառնալով Երևանում տրանսպորտի վիճակին կարևորել է մետրոյի Աչափնյա կայարանի կառուցման ծրագիրը։ Եկեք արձանագրենք, որ վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել եւ շահագործման չի հանձնվել եւ սա էլի շատ մեծ նախագիծ է, բայց որ այդ նախագիծը իրականացվելու է, այդտեղ երկու կարծիք չկա, ժամկետները մենք բոլորս ուզում ենք հնարավորինս կարճ լինի, մեր ռազմավարական մտածածն այն է, որ ի վերջո մետրոն շրջանաձև տեսք պետք է ստանա, ինչի արդյունքում նաեւ ըստ ամենայնի երթևեկության տրամաբանությունները կփոխվեն եւ արդյունավետությունները կմեծանան։ Ընթացիկ տարվա առաջին 3 ամիսներին Հայաստան է այցելել 453,138 զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը 18.2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից։ Այս մասին հայտարարել է Գևորգ Պապոյանը։ Նա նշել է, որ զբոսաշրջության ոլորտում Հայաստանը շատ լավ արդյունքներ է գրանցել։ Սա 18.2%-ով ավելի, քան 70,000 զբոսաշրջիկով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Պապոյանը մատնանշել է, որ սա Հայաստանի զբոսաշրջային վիճակագրության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Եթե խորհրդարանում ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, որ կուսակցություններին ձայն կտա Հայաստանի քաղաքացին։ Ըստ Gallup International-ի Հայաստանում ապրիլի 1-ից 3 նկած ժամանակահատվածում իրականացված հարցման արդյունքների համաձայն ՔՊ-ն ստացել է 24.3, Ուժեղ Հայաստանը 13.4, ԲՀԿ-ն 7.9, Հայաստան Դաշինքը 5.5%։ Քաղաքական բոլոր ուժերը ըստ հարցումների արդյունքների որոշակի դրական տեղաշարժ են արձանագրել։ Ես ասում եմ դրական աճը կապված մեր նաև վերջի 2-3 ամսվա ընթացքում իրականացված փակ հարցումների տվյալներով ես կարողանում եմ տենդենսները տեսնել եւ ստեղ կա դրական աճ եւս Հայաստան Դաշինքի մոտ դոկ կուսակցություն 3.1% եւս ունի դրական աճ տենդենս Հայաստանի Հանրապետական կուսակցություն 1.9%, Լուսավոր Հայաստան կուսակցությունը ունի դրական շարժ 1.7% են ասել, որ իրենց քվեարկելու են, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն 1.5%, Միասնության թևեր 1.5%, Հանրապետություն կուսակցություն 1.1% եւ Հայ ազգային կոնգրես կուսակցություն 1.1%։ Թեպետ իշխանություն եկեղեցի լարված հարաբերություններում դադարի փուլը մի խումբ քաղաքացիներ դարձյալ այս օրակարգով բողոքի սիմվոլիկ ակցիա են իրականացրել ազգային ժողովի դարպասների առջև, աջակցություն հայտնելով Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ակցիայի կազմակերպիչները հայտնել են, որ իրենք քաղաքական նպատակներ չունեն եւ չեն հետապնդում իրենց նպատակը բացառապես եկեղեցու ինքնուրույնության պաշտպանությունն է, հետեւապես նրանց խոսքով մեր ինքնությունը։ Առաջին հերթին բոլորը պետք է ընկալեն իրենց մեղավորությունը, բոլորը։ Երբեմն մենք չենք կարող հասնել բոլորի պատմության փոփոխության վրա։ Երբեմն մենք հասկանում ենք, որ մեր ակցիաներով, մեր ինչ-որ քայլերով մենք չենք փոխի Հայաստանի վիճակը միգուցե, չնայած կարող է եւ փոխենք, բայց մենք փոխում ենք մեր պատմությունը։ Էսի ճանապարհի է, հիմա 500-անի շենքեր։ Մեջտեղը գոմերն են։ Նոր հաճախորդացած համայնքի Արգել բնակավայրում մոտ 7 տարի է այս պատկերն է։ Գյուղից գալի հատվածը վերածվել է գոմաղբի հավաքատեղի։ Գյուղացիներն ամեն օր պայքարում են, զայրացած են, ասում են դեմ չեն, որ այդ մարդը անասնապահությամբ զբաղվի, բայց դեմ են, որ ամբողջ գյուղում հակասանիտարական վիճակ լինի։ Որ դիմում ենք ինչ անպատասխանանում։ Անպատասխանանում, մենակ մեկ չենք դիմում, վերևի 500-անի ժողովուրդը դիմում է, կողքը սեփական տները բողոքում է, ստե բողոքում է, անդե բողոքում, ցախ բողոքում են։ Ամբողջ եկան էս հոտը։ Վերևը 500-անի շենք է։ Մանարել չես արել որտվես խեղդվում են։ Հա, Մենք եկել ենք ստեղ որ հանգիստոտ շնչեն քաղաքից, դուս գալի քաղաքի օդ ավելի մաքուր։ Գյուղում ապրողների համբերության բաժակը լցվել է, ասում են այս 7 տարիներին մի շարք պետական կառույցների են դիմել, ոչինչ չի արվել։ Իրենց զրույցներն էլ այդ մարդու հետ եւս որևէ օգուտ չեն տվել։ Անասնագոմնա այս տարածքում ստեղ արդեն ամբողջությամբ հակասանիտարական ահավոր վիճակ է։ Տեսնում եք, բնակիչները նաև նշում են, որ օրերը եւ տաքանում է, այստեղ ահավոր է։ Այն 5 հարկանի շենքի բնակիչներն ասա պլեն են կնգե այդ մարդու ձեռը։ Դրանից փափում անդե, դիչացին հետո խորդում են, էլի չորնում է։ Գալիս են գրոզավիկներով բարձրեն այդ հոտը վաբշե մահը։
Այս խնդրի մասին Կոտայքի մարզպետին է տեղեկացվել։ Նրա հանձնարարականով մարզպետարանի ժամանելու են։ Խնդրին տեղում ծանոթանալու ու լուծման տարբերակներ գտնելու համար։ Կադրերում երևում է, թե ինչպես է թուրքական համարանիշով բեռնատարը վթարված հայտնվել մայթի վրա։ Մեքենան հյուսիս-հարավ նոր կառուցված ճանապարհի մոտ բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա առաջ ընթացել, անցել բազալտի եզրաքարի վրայով, կոտրել երկաթե էլեկտրասյունը, ապա բնակչի տան քարե պարիսպը։ Վերջին շրջանում ճանապարհներին նկատվում է օտարերկրյա բեռնատարների ակտիվ հոսք, եւ դրանց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները հաճախ են հայտնվում լրահոսում։ Մասնագետների գնահատմամբ բեռնատարների մասնակցությամբ վթարները մեծամասամբ տեղի են ունենում վայրեջքային եւ շրջադարձային հատվածներում, հիմնականում պայմանավորված իրենց բեռնվածությամբ։ Փորձագետները պատճառներից առանձնացնում են վարորդների անուշադրությունը եւ տեղեկատու ցուցանակներին չհետևելը։ Պատահարների պրակտիկան ցույց է տալիս, որ վարորդները հաճախ փորձում են վայրեջքային հատվածի շրջադարձային հատվածում անընդհատ ծանրաբեռնել իրենց բանվորական արգելակային համակարգը, ինչն էլ հանգեցնում է իր հերթին արդեն ճանապարհատրանսպորտային պատահարի։ Հայաստանի ճանապարհներին երթևեկության անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը ճանապարհային նշանների առկայությունը ու դրանք հստակ հասկանալն է։ Մասնագետների խոսքով այդպիսի նշանները թե տեսքով, թե պատկերանշանով համապատասխանում են միջազգային չափանիշներին, այսինքն նախազգուշացնող նշանները միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների համար պետք է անծանոթ չլինեն։ Փորձագետների դիտարկմամբ վարորդների հոգնածությունը եւս նպաստում է ճանապարհատրանսպորտային պատահարներին։ Ժամանակ էլ տեղանքին գուցե ծանոթ չլինի, արդեն նշանի անտեսելը իրեն հանգեցնում է, որ ինքը իրեն զրկեց տվյալ հնարավորությունից, որտեղ ժամանակին պետք է տեսնել եւ միջոցներ ձեռնարկել։ Իսկ եթե ժամանակին միջոց չես ձեռնարկում, հաճախ զրկված ես լինում նաեւ պատահարը կանխելու հնարավորությունից։ Լեռնային ճանապարհների նեղ լինելու հանգամանքն է նաև դառնում պատճառ, որ օտարերկրյա բեռնատարների վարորդները դժվարանում են անցնել այդ հատվածները, մանավանդ ձմռան ամիսներին։ Մասնագետները նկատում են նաև այն, որ օտարերկրյա վարորդները նույնիսկ ալկոհոլի ազդեցությամբ են վարում մեքենաները։ Բեռնատարների հետ վթարների մեծամասնությունը թեթև մարդատարների վարորդների անհանդուրժողականության եւ չզիջելու հետևանք է լինում։ Մանր վթարները բեռնատարների հետ։ Մեր մոտ հիմնականում օրինակ շրջանաձև երթևեկություններում ու նաև խցանումների ժամանակ են տեղի ունենում։ Դրա լավագույն լուծումը, որ ժամային գրաֆիկով տարանջատվեն երթևեկությունները։ Մասնագետներն ահազանգում են, որ բեռնատարների մասնակցությամբ պատահարների դեպքում խնդիրներ են առաջանում նաև ապա ոլորտում, քանի որ բեռնատարների վարորդները կնքում են կարճաժամկետ պայմանագրեր եւ դեպքից հետո լքում են երկիրը ու վարորդից կամ ընկերությունից գումար գանձելը դառնում է խնդրահարույց։ Այսպիսով ճանապարհներին օտարերկրյա բեռնատարների աճող հոսքը բերում է ոչ միայն տնտեսական ակտիվության, այլև անվտանգության նոր մարտահրավերների։